Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես այսօր ուզում եմ վլոգային վիդեո նկարեմ ձեզ համար, թե ինչպես է Երևանցու օրը անցնում, կոնկրետ առաջ ասում էին Սպալնի ռայոն, եմ Բանգլադեշ, Մասիվներ, Դավթաշեն, նու կենտրոնից դուրս, մեկ օրս կներկայացնեմ ու գուցե հետաքրքիր կլինի արդեն ավելի շատ մարդկանց, որովհետև չենք խոսելու ոչ քաղաքականության մասին, ոչ էլ իրադարձությունների, այլ ինչ որ իմ օրվա մեջ աշխատանքից դուրս կատարվում է, դրա մասին կարճ կոնկրետ։ Ես Դավթաշենում եմ ապրում, ով չի ճանաչում, ես լրագրող Նարինե Կիրակոսյանն եմ, բայց սովորական մարդ եմ։ Ուղղակի ինչի եմ անդադ լրագրող ներկայանում, թեկուզ վլոգային վիդեոներում, որովհետև հիմա այսպես անկաշկանդ բլոգերային կամ բլոգ վարելը ավելի դյուրին է դարձել, մարդկանց ավելի հետաքրքիր է, որ իրենց հետ բարդ բառերով չեն խոսում։ Հիմա ես մեր շենքի բալկոնում եմ նստած, պատշգամբ չեմ ասում, որովհետև սա ընդհանուր շենքին է և կարող են այդ հարկի կամ ներքևի, վերևի, մի խոսքով հարևաններով կարող ենք այստեղ նստել և մենք աճեցնում ենք ծաղիկներ, հեսա այսպես, ամռանը դնում ենք և գնացինք, կամերան կթեքեմ, կպատմեմ թե մեր բակում ինչ է կատարվում, դրսում ինչ է, խանութներում ինչ է կատարվում և քաղաքում կարճ կոնկրետ։ Իմ ասած սա մեր ուրեմն բակը, բալկոնով, գնացինք։ Ես էլ մեր երեխաների ուրախությունն է, արդեն քանի տարի է գալիս է ուրախ ավտոբուսը կամ գնացքը, ուրախ գնացք բուբու, արզմա տենց մուլտֆիլմ կա բուբու։ Երեխաներին հավաքեց, հեսա երկը կմիացնի ու կգնամ։ Օրեր կա շաբաթական, որ գալիս է։ Այս ինչ բանա ձենը չմիացրեց, մոռացել է։ Ամբողջ այս տարածքով այնց ձեն է գալիս։ Մեր Սիթի հայտնի առաքիչներ մի փոքր հասցրեցի նկարեն, ուրեմն դեռ երեխա էր, ոտով էր առաքում, ինչ-որ մեկին հարցնում էր, ձեզ պետք չէ օգնել, հետո հեծանի վառավ, հիմա էլ ռիքշայի նման հեծանի վեր տեսավ։ Այս է շները, սաղ գիշեր հաչում են։ Երեխեքը արդեն սպասում են, հետ եկավ ուրախ գնացքը, հեն է շտապօգնություն է կանգնած, անջատեց մոտենալու ձենը, բայց սովորաբար չի անջատում, երկը գնում է։ Մեր մանկության ժամանակ տենց մարոժնի դյադյան էր գալիս, ծուրվիզ էինք ասում, փոքր տրդրիկ էր, դրդրիկ, աղբար էր, վիզը մի քիչ ծուր էր, դրա համար ծուրվիզ էինք ասում, անունը տենց էլ չգիտեինք, ձեն էր հանում, արդեն շատ բան մոռացել եմ, բայց հիշում եմ, որ ինչ-որ երևի զանգակի նման ծնգլ-մնգլ էր անում, իջնում էինք այդ պաղպաղակը, ես է շատ էի սիրում էսկիմոն, որ տակը խրտ-խրտան բան էր լինում, այդ խրտ-խրտան հատվածը, հետո որ մեծացա ասեցին, որ կաթը քիչ է լինում, պաղպաղակը այդ ձև է լինում։ Հեսա նորից կնստացնի, 2-3 անգամ է մի բակով գալի, շաբաթը մեկ անգամ։ Այս մեր բակի շներից երկուսն են։ Հարևանի հետ այս ներքևում խոսում ենք, ասում էր, որ շատ են գիշերները խանգարում երեխեքին, տենց բողոքում էր, թե ինչ են բերել, ընդեղ բուտկա են դրել շանհենա անկյունում։ Այս երևի որսորդական ինչ-որ տեսակի շուն է եղել, կամ կորել է, կամ չգիտեմ, ոնց եկավ մեր բակ,
սկսեց մնալ, բայց գիշերը մի ոռնոց են դնում, անհասկանալի է, իրանք են թե ուրիշ շներ են։ Ծիծեռնակներն է սենց երևանյան բետոնե ջունգլիներն ու բնությունը իրար հետ համադրվելով ապրում են։ Հեսա տեսնենք կմիացնի, թե էլի չի միացնի ձայնը։ Չէ, գնաց, ըհն։ Ինձ թվում է այսօր էլ չի գա, բայց ամռանը լինում է մինչև գիշերվա 11-ը գալիս է։ Կարծում եմ նման են երևանյան բակերի օրերը, չնայած քաղաքի կենտրոնում շատ դատարկ է։ Այն հին բակերում ես վաղուց չեմ տեսել, որ երեխաները աշխուժ լինեն, ներքևում բակում խաղան։ Ըհն, միացրեց։ Գնաց։ Հիմա էլ եկեք գնանք մեր շենքի ետնամաս։ Դե շներ են եկել, երկու շուն են մեր բակում բնակվում, երեխաները բուն են դրել, այս փիսիկներին որ տենում են, անայնց են քշում, ոռնոցները գալիս է, այ վայ, գիշերները, այդ ինչ ձեներ են հանում, հիմա էլ առավոտյան հատկապես, երբ որ լավ խորը քնում ես, նու լուսադեմին ու մեկ էլ ոռնոց, գայլերի նման ոռնում են։ Այս կողմից էլ սղոցի ձայն էր գալիս, եկա որ տեսնեմ հանկարծ մեր փրկված ծառերը հոր չեն կտրում ու տեսա որ խոտն են ընդամենը հնձում։ Ալելույա, ստեղ են ասել։ Չի երևում։ Ուրեմն չգիտեմ որ ստորաբաժինն է մեր վարչական առաջ հանգիստ ասում ենք համայնքապետ, համայնքի ղեկավար, հիմա չգիտեմ վարչական ղեկավար, չգիտեմ վարչական տարածք, իրանցից բաներ են հորինել, մի խոսքով, այս տարածքը ուրեմն որ խոտա ու միշտ հրդեհներ է լինում, աղբի տեղն է, այդ հետևի մասը, ժամանակին ստեղ մանկապարտեզներ են նախատեսված եղել, հետո սովետի փլուզումից հետո մասնավորին են տվել ու հիմա ուղղակի բնակարաններ են։ Իսկ գարաժները սարքել են տներ, օրինակ սա գարաժ է, որ տեսնում եք, ու երկու հարկանի տարածքա վարձով են տալի, չգիտեմ ումն է, ինձ չի հետաքրքրում, որովհետև հետաքրքրվելուց ոչինչ չի փոխվում։ Այս տարածքն էլ են փրկած տարածքը, որ ասում եմ ամագջուն էին, ոչ մեկ, չգիտես ինչի գալիս են, ու շատ ոչ ադեկվատ բաներ են հնչեցնում, թե ձեր տարածքն է, կարծես մենք զավթել ենք այս տարածքը, ծիտիկները կորիզներ են լցրել, բալ աճում, երեխեք հոտում են, այնտեղ թթենիները տնկել ենք, յասամանա տնկած, չգիտեմ, այստեղ մասրենի է, ու մի քանի ուրիշ ծառեր, որը այս հատվածը կանաչությունը փրկել ենք, երբ որ սկսեցին իբրև թե բարեկարգել Դավթաշենը և բուրդյուրները հանեցին հին, դրեցին, հրկոպալի հավաքեցին, մի մասն էլ այսպես ասվալտը քանդեցին, այս ներքևի հատվածը տեսնում եք, ու տենց մնաց, ինչքան փորձեցինք ծաղիկ աճեցնել, չի ստացվում, որովհետև ձեր աչքի առաջ տեսակ երեխաները կամ շներն են գալի, կամ ինչ-որ մեկը քայլում են, չգիտեմ, շների զուգարանն է դարձել, հա, չի աճում, կակաչներ փորձեցինք, նարգիզներ փորձեցինք, այն կողմն էլ առաջի հարկի հարևաններ մի ժամանակ նայում, հետո բարեկարգման տակ քանդեցին, հիմա եկել են խուզում են կամ հնձում են խոտը, խոտն էլ ենքան լավ է աճե, որ վերել էին ցանել են, հիմա կամերայով չի երևում, բայց ծաղիկներ են, ահա, այս ծաղիկներն են, նույնիսկ կարծես թե շալֆեի կա, նու հերվից ես մոտիկից դեռ չեմ գնացել նկարել, նման է շալֆեի, տարբեր ինչ ասես այդ խոտերից
աճում է։ Կտրեցին տակը արդեն իսկ այդ ոսկե գույնը երևում է որ չորանում է։ Իսկ նենց կանաչ էր, որ ասես անընդհատ կտրեն ջրեն կանաչի արմատակալի այդ խոտը, ոնց որ ֆուտբոլի դաշտ լինի, ասենք հա։ Բայց եթե մենք չենք ջրում, մի հատ էլ հարց ես տալիս, աշխատողը ասում է, ինձ ասել են հնձի, ես էլ հնձում եմ։ Ասում եմ, կարաք մի հատվածը թողեք, այդ ծաղիկների հատվածը, որ նոր ձեզ ցույց տվեցի։ Սերմակալի ինքը իրան կվերարտադրվի մյուս տարի։ Մեկ էլ ծառ ենք տնկի, ասում եմ, զգուշ եղեք այդ այս որ դրած է այդ հնձիչը դրա մոտը։ Բան չփոկվի էլի, չկտրվի։ Հեսա կհնձեմ, հենա չորացել է, հեսա այդ հատվածը երևում է։ Ասենց ցույց տամ մատով, ոյ։ Դժվարն է նկարել է հեռվից, կներեք։ Ու չգիտեմ հիմա ինչ կլինի, ջուրա խմում են կողմը, չեմ նկարում, որ չասեն, թիրախավորեցին, նկարեցին, գործից հանեցին։ Չէ, չեմ ուզում ոչ մեկին գործից հանել, բայց երբ որ բան եք անում, հետևներից մարդկանց նայեք, թող նորմալ աշխատեն, մենք էլ ուրախանանք, որ հետևողականություն կա, ոչ թե ինչ-որ մի բան դրվագային արեցին, մնացածը հետո բնակի չան, այս փոշին կեղտը էս են փրկում, այս մի երկու ծառն են փրկում։ Կամերայով այնպես կանաչ է երևում, բայց իրականում շատ կանաչ չկա, չեն թողել։ Էլ չեմ ասում, որ աղբի հարցը, այ կափարիչը բաց է, շները, ագրավները, այդտեղից վերցնում են, ես նայում եմ ու բերում են այստեղ գցում են։ Ինչքան կարելի է հավաքել, ասենք ձողի վրա, փայտի վրա մեխ ենք դրել, տենց հավաքում ենք, սարքեր կան, որ արտասահմանում վերցնում են այդ աղբը, բռնակների նման։ Հիմա մենք էլ ինքնա սարք ենք այդ ձևի սարքը, հա ընդհանուր այդ ցելոֆանները հավաքում ենք, բայց ծառերի վրա որ քամին տվել է, հեսա չենք կարողանում հավաքել։ Մեկին էլ ասում ես կանաչապատումը գալիս է կտրում է ծառերը, վախում ես մի բան ասես։ Այս վիճակն է մեր առօրյան Երևանի Թավթաշեն թաղամասում, չեմ կարծում, որ տարբերություն կա, ուղղակի մեկը կարող է առհամարի ամեն ինչ են կատարվում կողքերքը, մյուսը մի քիչ սրտացավ լինի, բայց այդ սրտացավին օրինակ մեր ալիքի հեռուստադիտողներից մեկը կանաչապատել է բանա, եկել են գլխին կանգնել են, ասել են հողի զավթում ես անում, ու շատ այդ դեպքերը, այսինքն որ փոքրիկ ցանկապատներ են արել, ինչ որ բան են ցանել, բարեկարգ է։ Այմարդ Եվրոպան չենք, Ֆրանսիան չենք, չգիտեմ Բելգիան չենք, որ նույնանման խնամք կազմակերպեք, դրվագային գալիս եք, մունատ-զունատ, տեսեք, գործ են արել, էտա իրավիճակը։ Հնձող աշխատակցից փորձեցի իմանալ ով է կազմակերպել այս ամեն ինչը, բայց լավ չլսեցի ինչ ասեց։ Մենակ լսեցի, որ կանաչապատման հողակից չի։ Դե ամեն դեպքում լավ են արել, որ հնձում են, որովհետև հրդեհավտանգություն է լինում, հատկապես դեպի հուլիսի վերջ, օգոստոս, ուղղակի այն դիմացի հատվածը, որ ասում էի աղբամանից վերև դեպի մանկապարտեզներ, հենց այդ հատվածներ կարևոր, որ հնձեին խոտը, բայց դե ասում եմ մեր տարածքի մեջ չի մտնում։ Հիմա եկեք գնանք Դավթաշենի կենտրոնական փողոց, հետո իմ հետ կտանեմ մի փոքր խանութի գներին կծանոթացնեմ։ Ահա, եկանք մեր Դավթաշենի Տիգրան Պետրոսյանի փողոց։ Տեսեք ինչ գեղեցիկ կանաչ հատված է։ Ճիշտ է, ես կարող եմ մի քիչ քննադատական հայացքով էլ դա ամեն ինչը տեսնել, բայց այսքանն էլ որ կա, էլի փառք Աստծու, որովհետև այստեղ այ բարդիներ կային, գեղեցիկ, մի քանիսը փրկվել են, բայց չգիտեմ, տարիքից, թե ինչից, քիչ վերացան բարդիները։ Ամեն դեպքում գոնե այս հատվածը համեմատաբար նույնիսկ քաղաքի մյուս հատվածներից ահռելի տարբերվում է, կանաչ է, գեղեցիկ է, ու այնքան հաճելի է, միտեղ որ գնում ես, մեր շենքը
այս շենքերի հետևում է, երկու քայլ անում ես ու հայտնվում ես աշխուժ մի հատվածում։ Չնայած մեր Բաքում էլ է աշխուժ։ Ծաղիկներ են տնկում, նարգիզներ, անդադ փոխում են իդեպ այս ծաղիկները, այ սա կարող եմ ասել, որ շատ լավ է։ Մեր Դավթաշենը նաև հարուստ է կենդանական աշխարհից։ Այսպես քայլում էինք եւ երեխաները խխունջ էին տեսել։ Մի փոքր դրվագ դնում եմ։ Անհնար է, որ մի հատ կենդանի միջատ տեսնենք ես կամ երեխաները չնկատենք, մի հատ չուսումնասիրենք, դե հիմա էլ գնացինք խանութ։ Եկա իմ սիրելի խանութներից մեկը, որտեղ շատ մատչելի գներ են, միշտ թարմ ուրեմն ապրանք, ու էլի սյուրպրիզ։ Տեսեք ում եմ տեսել։ Չեք պատկերացնում բավականին երկար, փորձում էի ֆոկուսը բռնել ու նկարել, որ սեխի վրա է նստած, ինքը շատ փոքրիկ է։ Իդեպ այս նկարահանումներից հետո ինձ հուշեցին, ոնց կարելի է, եթե օբյեկտը ավելի փոքր է, քան հետևի, ուրեմն ինչ որ մի բանը, կարելի է դնել ափը ու այդ ափը սրա հետևից ֆոկուսը արդեն կկենտրոնացնի։ Մյուս անգամ անպայման փորձել եմ։ Իրականում շատ դժվար է աշխատել համ լրագրող, խոսող, կադրից դուրս, համ նկարող, բայց դե սովորում ենք, որ այն որ ասում է սամ սիբե ռեժիսոր, շատ հավես էր իրան նկարելը, ոնց որ ստացվեց նկարը, մի քանի կադրել եմ առանձին արել, բայց վիդեոյի մեջ էլ տեսեք, լավ էլ ստացվեց։ Աշխատողը եկավ ասում է, ինչ եք նկարում, ասում եմ, էս հրաշքին եմ նկարում։ Արագի մեջ ցույց տամ նաև գները, թե ինչ գներ են։ Այ ժողովուրդ ջան, գովազդ եմ անում, ձրի գովազդ, հապալասը Զովքում, շատ էժան է, 3390 տեսակ։ Էս էլ են ձմերուկները ու սեխը, որի վրա մեր հրաշքին տեսանք։ Նու, այս թռուցիկ ցույց եմ տալիս, թե ինչ գներ են։ Սև թութ կա, արդեն մալինա կա, մորի, այսինքն, հետո լոլիկի տեսականին, պղպեղի, կանաչ խնձորի։ Թռուցիկ ինչի եմ ցույց տալի, որովհետև խանութում չեն թողում նկարել, ասում են մի նկարեք, չնայած հանրային տարածք է դեպ, ու վատ բան հո չենք ասում, այ մարդ տեսնում ենք, սա կոնկրետ այս խանութում շատ մատչելի է, օրինակ ծիրանը, հայկական ծիրանը 1100-1300 դրամի սահմաններում է, դա համարվում է նորմալ գին, ոչ էժան է, ոչ թանկ է, բայց հայկական տեսակն է, նախորդիվ պարսկական տեսակը, կամ չգիտեմ որտեղից բերել էին, ու ասում էին, թե դա հայկական է, հեչ համով չէր, մեր տեղականին չէր հասնի, 990 էլ տեսակ, 1000 դրամ դնենք, որ հատապտուղներն էին, վարունգը 600-700-ի կարգի, լոբին արդեն 900 դրամ է դարձել, սմբուկը 990, թարմ եգիպտացորենն էլ 370։ Եվ այսօրվա տեսանյութում մի փոքր ցույց տամ, թե ինչ խցանումներ են, Կիևյան կամուրջի փակվելու պատճառով, մենք ձորով ենք գնում ու լռվեցինք։